Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր հերթական ոդկասթի օրն է, Հայրեվորդի Վարդանավներ ոդկասթի։ Ուզում եմ այդ նաև հիշեցնեմ, որ ոդկասթը դուրս է գալի, ասենք մոտավորապես շաբաթը 1, եւ մենք նորությունների բան չենք, էլի, հաղորդում չի, չնայած նորությունները քննարկում ենք։ Բայց ասենք այն ինչ որ եղել է մի 5 օր առաջ, հիմա դրա մասին ենք օրինակ պատրաստվում խոսանք։ Ահա, բացի դրանից, եթե ուշադրություն եք դարձրել, դեպքի YouTube-յան էջն է փակվել, շատ գաղտնի պայմաններում։ Հա, դրա մասին բնականա թուրքերն են փակել, միանշանակ թուրքերը արյունով բացառվում է, որ գաղափարով թուրքեր կան, չէ, Հայաստանում։ Չէ, արյունով թուրքա փակողը, ասենք, այնով որ դիմել է YouTube-ին ու վիզա դրել։ Ինձ այդտեղ մի պահ է զայրացնում, իրականում զայրացնում է, հիմա այդ թուրքը Հայաստանից է ծածուկ պահկված, իր տատին վախտին Լևի է գնացել թուրքը, ասենք, Թուրքի հետ թե ոնց չգիտեմ, թե իր հնարավոր հայրն է թուրք եղել, բանը, հələ էդի մի կողմ, լավ, էդի արյունն է խոսած մարդու մեջ ու ինքը բան արեց, բայց հայեր կան, որ ասում են, դե ոչինչ որ ոման փակվեց։ Դաժե մարդկա ասում է լավ է որ փակվել է։ Ոման չէ։ Բանը լեզուս պապանցի։ Հա, էլի թուրքերի երազանքն է, բայց բանը հայեր կան, որ ասում են լավ է որ ասենք դետքը փակվեց, ոչինչ որ փակվեց։ Արա դուք դեբիլ եք, թուրքի արածը, թուրքի ուզածը ողջունում եք։ Ուշքի եկեք։ Արի շատ չքաղաքականացնենք։ Չեմ քաղաքականացնում, որովհետև այն ինչ որ կարդացել եմ ես կոմենտների մեջ, գլխավոր անձանց ովքեր թուրքի երազանքներն են իրականացնում, ոսկե ձկնիկներին էլ անդրադառնանք, պետք չէ էլի։ Ամենայն դեպս ես էսի ուզում եի ասել, ու քանի որ ասենք ինքը ոդկաստ է, ու ինչ որտեղ մեր հեղինակայինն է, ինչ ուզում էդ էլ ասում եմ, ում դուր չի գալի, թող չլսի։ Բանը խոսում ենք ինչի մասին, հայելիք սկսար, կիսվել, միսվել, հա։ Ոմայի էջով է հրապարակվելու ամենայն հավանականությամբ դեռևս։ Չնայած մենք բանը ունենք դետք միսիա ալիքը, հա, միսիոն, հա, որտեղ բաները կգցենք նոր էջի ոմայով կհրապարակենք, բայց նոր էջի տվյալներն էլ երևի մեկնաբանություններում կտեղադրենք, ցանկալի է գրանցվեք, լայքեր դրեք, դուները չգա դիսլայք արեք, կիսվեք պարտադիր բոլոր սոցիալական հարթակներում եւ թուրքի ուզածը մի ուզեք, թուրքի ուզածը մի արեք, թուրքի ուզածը մի ողջունեք։ Կապ չունի դա ինչա, դա ինչ որ կարիդոր բացելու մասին է խոսքը, թե անկլավները վերադարձնելու, թե ասենք ոմային խոչընդոտներ անելը, թե գմբեթ ծրագրին խոչընդոտելը, թե դետքը փակելը, թուրքի ուզածը մի ուզեք, արա։ Հաստատ ձեր լավը չեն ուզում։ Հա, որովհետև նման դեպքում այնով որ դա ուզում է, իրան հայհոյանք ասենք չեմ ուզում տամ։ Ես մի քիչ ավելի զուսպ մարդ եմ, էլի, քան շատերը պատկերացնում են, բայց ինքը արժանի է հայհոյանքի, որովհետև ինքը իր ոտից չէ, ինքը իր գլխից է կրակում։ Նագանով, որի մեջ 7 փամփուշտն էլ տեղն է, թե 6։ Լավ, խոսանք Մալիից։ Գիտեք, տենց երկիր կա, Սահարայի, կարելի ասել, եթե կենտրոնում չէ, հենց իր երկրի կեսը Սահարայ է, Մալին է, բայց հյուսիսային մասը։ Հյուսիսային մասը Սահարան է։ Երկրի 80%-ն էլ շատ հարթ է։ Հայո, ընդ հետաքրքիր բան է, իհարկե, անապատային ներքևի մասով Նիգեր գետն է այդում, շատ հզոր գետ է, որը հայի դեպ կարճ իմաստ ունի, ոչինչ որ մի 3 րոպե կամ 5 րոպե անդրադառնանք պատմությանը, էլի Մալի։ Ես սահմանափակ եմ, էլի, որ շատ հա, դու կասես բան արա։ Ուրեմն Մալիի մասին պատկերացում կազմելու համար պիտի հասկանաք, որ ինքը սահմաններ այսպես կոչված Սահելի կամ այդ անապատային տարածքը, որտեղ Լիբիայի բերբերներն են ապրում, որտեղ Մարոկոյի տուարեգները եւ բանի Ալժիրի տուարեգներն են ապրում, որտեղից որ իսպանյան գրավող ալմոխադների դինաստիան է դուրս եկել, հետո ալմորավիդների դինաստիան, իսպանյան գրավողները եւ
Եվրոպային կզսնողները մինչև, ասենք, Եվրոպայում բանը Կարլ Մարտելի թագավորության ժամանակ ֆրանսիական 700 չեմ հիշում որ թվին իրանց դեմը չառան։ Արաբական շատ փոքրիկ ջոկատներ են եղել։ Հիմնականում իրանք sense գալիս էին ու վերցնում էին արաբներին, տուարեգներին ու այդ տուարեգները բանա ազավատ պետություն են ուզում կառուցեն։ Այդ ազավատ պետությունը բանում է, այդ Մալի հյուսիսում է, մենք Մալիի մասին մի փոքր խոսացել ենք, Սահարա անապատն է իրականում, հա, ու ինքը բան անց մի քիչ բան տարածք է, շատ անապատային է, սկսում է Մալի այդ ազավատ տարածքը, Մալի եւ Ալժիրի սահմանից ու ասենք այդ գնում է դեպի արևմուտք, տուարեգները իրանց պահեցին հանճարեղ քրդերի նման, հիմա բանը հեռախոսից մեջ քարտեզ կա։ Հենց նոր էդ էի մտածում, որ տուարեգները շատ նման են քրդերին, որոնք ծնված օրվանից կռիվների մեջ են։ Անուղելի քրդեր են։ Ես զարմացա քրդերը ոնց բանը խելք ունեցան, ասենք ու Իրանի վրա հարձակմանը չմասնակցեցին, բայց ամեն ինչ արժևում է, իրանք իրանց հանճարեղությունը դեռ ցույց կտան ու այստեղ ոչ շովինիզմ է իմ խոսում, շովինիզմն է կամ ասենք ազգայնականությունն է կամ քրդաֆոբիան է, ոչ, պատմական փաստ էր, էլի, ընդամենը մասնակցում են, ասենք, բանին հայկական ցեղասպանությանը հայերին կոտորելուն ու խնդրեմ, ասենք, ընդամենը մի 6-7 տարի հետո իրանց ապստամբության ժամանակ մենակ Դերսիմի տարածքում դա փոքրիկ նահանգ էլ չի, նահանգի մի փոքրիկ մաս է, Կարինի կարծեմ բանում նահանգում, հա, այնց կոտորած են արել 30,000 Թուրքիայի կառավարությունն է ընդունել, որ այդքան մարդ է կոտորել։ Աստված, հա, Աստված գիտի ինչքան է կոտորել իրականում։ Ու այդտենց մշտապես, էլի։ Հիմա Սիրիայի պատմությունը հիշում եք, Սիրիան ինչ տեղի ունեցավ։ Կար մի տարածք, որի բանա կողքի հարևանը հովանավորում էր, այնտեղ կուտակվում էին տարբեր բաշի բուզուկներ, այլանդակ, ասենք, բանա պահվածքով մարդակերներ, չեմ չափազանցնում։ Հիշեք, բանա Ջեբխետ ան-Նուսրայի հրամանատարներից մեկի ռոլիկը, վիդեո ռոլիկը, որ ինքը ոնց էր մարմնից լյարդը կտրում ու ուտում։ Այ հիմա այդ Ջեբխետ ան-Նուսրան, որը ռեբրենդինգ արեց, փոխեց իր անունը, մի քիչ կոստյում հագավ, մեկ-մեկ հագնում էին, եւ դառան Տախրիր ալ-Շամ, Խայաթ Տախրիր ալ-Շամ, եւ հիմա իրանք եկել են իշխանության։ Այդ Տախրիր ալ-Շամը Իդլիբի կողմերը, իրականում Նուսրայիթները, Իդլիբի կողմերը բուն էին դրել, իրանց հովանավորում էր կողքի պետությունը, Թուրքիան, եւ ասենք ավելի շատ հովանավորելով Սիրիայի ազգային բանակ մի խապնվեք, դա պետության բանակը չէր, դա ամբողջ բանա սիրիացիներն էին, պրո-թուրքական։ Քրդերը իրանք ոչ սա վրա տվեցին, տապալեցին Ասադին մի քանի օրվա մեջ եւ բանը քրդերը սպասում էին, որ հեսա իրանց գլխի կթափվի։ Հեսա Քրդստանը կհայտնվի, չնայած իրանք ունեին արդեն Քրդստան, ինքնիշխան էին, ինքնիշխան էին, ֆեդերացիա էր, կոնֆեդերացիա էր։ Թուրքը ֆոկուս արեց, իրենք Օլոմբա արեցին, ասենք բաները, թուրքը չէ, Օլոմբա արեց Թուրքի խնդրանքով իսլամիստ Տախրիր ալ-Շամ բանը Ալ-Ջուլանին, որ հիմա անունը փոխել է ու շատ սալիդնի տղա է դարել, բարբեր շոպով մորուկը բան արած, բան հիմա մեր մոտ էլ է տենց մոդայիկ տղաներ կան էլի, ասենք բարբեր շոպում մորուկը դզող։ Բան չեմ ասում։ Գիգիենան լավ բան է, ասենք սիրունությունն էլ ասենք շատ լավ։ Ես Վարշավյանոց եմ գնում։ Չնայած բանը ընդհանրապես շատ լավ բան է ասել Ռուդակին, բանը համեստության վերաբերյալ, բայց այնց լավ անչում էլի, ասում է Ռուդակին դա բանը Միջին Ասիայում արաբական, իսկ հնարավոր է պարսկական պոետ է եղել, ինքը ասել է համեստությունը գեղեցկացնում է մարդուն, զարդարում է մարդուն, բայց դե տղամարդու զարդը ինչին է պետք։ Բայց արի վերադառնանք Մալի։ Մալիում նույնը եղավ ինչ որ Սիրիայում, այ ոնց որ Օլոմբա արեցին, ասենք իսլամիստները գցին բաներին, քրդերին։ Հիմա բանա, ուրեմն հյուսիսը զգալի մասով սենց խառնաշփոթոտ, բայց տուարեգների ձեռներ։ Բայց իրանց օգնում էր Ալ-Կայդայի
Ձակ խմբավորը Ալկա այնտեղ բանա իսլամիստական երկու խմբավորում կար, որ իրար հետ լեզու չէր գտնում, Սիրիայում էլ էր այտենց, այնտեղ ավելի շատ էր։ Այնտեղ կար Ալ-Կաեդայի հովանավորության տակ եղած Ջեբխետ Ան-Նոսրան եւ ԻԳԻԼ-ը, որը հովանավորության տակ էր, բայց այնքան էր հզորացել արդեն Ալ-Կաեդային հաստացի եղբայր մուսուլմաններին այդքան չի ենթարկվում։ Եղբայր մուսուլմանները, հայր ջան, իմացեք, դա այն կուսակցությունն է, որը որ ծնվել է Եգիպտոսում եւ իրան կերակրել է կրծքով իր քերին, Անգլիան, դա Օստապ Բենդերի արտահայտությունն է, որ քերին ինձ կրծքով է կերակրել, ուրեմն բանը Անգլիան է իրանց հանել ոտի կայնացրել, նույնիսկ այդ պրոֆեսորի խոսքերը գաղափարախոսություն դարձնելն էլ է անգլիացին արել, որպեսզի ազգայնական արաբների դեմը առնի, որտեղ մուսուլմանության մեջ ազգը չի ճանաչվում որպես ռեալ իրական մի բան։ Այնտեղ նույնիսկ ծնողն էս կասկածելի է կարևոր մարդա, թե չէ մարդու համար, կարևորը ումման է, то есть բանը մուսուլմանական ժողովուրդը։ Այ բանը քրդերին տապալեցին, ստեղել, ուրեմն տուարեգները ամբողջ հյուսիսը, մոտավորապես տարածքի մի 40%-ը իրանց տնօրինության տակ էին պահում, ոնց որ քրդերը քուրդը 30%-ն էր պահում իդեպ բանի գետի ձախապնյակը ամբողջությամբ այդ դերձորով բանով իր ձեռներ մի քիչ էլ աչափնյակից ուներ Եփրատես գետի նավթ բան սաղ իր տրամադրության տակ ամերիկական հովանավորություն ֆրանսիական սպեցնազ ինչ ասես ոչ եմ ունեին հիմա տուարեգները ունեին պատժկա տարբեր երկրներից այդ թվում ինչքան էլ ասма չէ մենք նի պրիչոն ֆրանսիացիների կողմից ունեին իրանք ունեին հո իսլամիստները չէին ունենա ունեին ուրեմն բան պատժկեն չի բացառվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից ինչի համար է Մալին այդքան հետաքրքիր ընդ ուրան բան կա ոսկի կա աշխարհի 3-րդ երկիրն է ոսկու արտահանումով աշխարհի չէ Աֆրիկայի թե Աֆրիկայում բայց աշխարհում թոփի մեջ է մտնում երրորդը չի 10-ի մեջ Աֆրիկայի 4-րդ 3-րդ sense երրորդն է ուրեմն Աֆրիկայի հա բայց բանը բացի դրանից որ ասենք այդ ծայրահեղ աղքատություն է ասում նմանությունը որ Սիրիայի հետ պարալել քաշեցի sense զուգահեռներ չէ ասենք քաշեցի էդի մի հատ հիշեք ու ասեմ Մալին ինչով էր հայտնի մինչև էս ամեն ինչը ինքը անկախացավ մոտավորապես մի 60 տարի առաջ ֆրանսիական 80 թե 100 տարի իշխանության տակ գտնվելով բայց ինքը գտնվելով այդ Սահարայի եւ ջունգլիների Սահելի եւ ջունգլիների սահմանի վրա երկկողմանի օգտակար ասենք առևտուր էր անում այ ոնց որ Ֆինլանդիան էր չաղ ու բախտավոր որովհետեւ Սովետի հետ առևտուր էր անում եւ արևմուտքի հետ էր առևտուր անում։ Դրա համար Ֆինլանդիան ուռես դառավ, ասենք Շվեյցարիայից ու Բելգիայից ոչ պակաս այսօրով երյակի մեջ է մտնում երջանիկ մարդու եւ հարուստ մարդու բանը սանդղակներ որ կա։ Այդ նման ձևի Սահելի այդ անապատային տարածքի եւ ջունգլիներով Աֆրիկայի, այսպես կոչված ծևամորտ Աֆրիկայի սահմանի վրա հյուսիսից աղն էին բերում, Սահարայում ասենք տարածքներ կա, որ sense ժայռեր կա բանից աղից, կա դրում sense բլոկերով բերում հասցնում էին անդե, իսկ Աֆրիկայում աղ չունենաս, ասենք փորացավից դիզինտերիայից կմեռնես, ամեն ինչը լավ աղով պատում են, որ սնունդը շուտ չփչանա, սառնարան չկար էլի այդ ժամանակ, եւ բանը հարավից ոսկին Եվ այդտեղ ստեղծվեց մի կայսրություն, Մանձինգո ցեղն է ստեղծել, Մանձինգո էդի բանը սևամորտների ցեղ էր, որ մի 100 տարի ստեղծվելուց հետո այս Մանձինգո ցեղի ներկայացուցիչ թագավորը, իրանց թագավորները Մանսա էին կոչում, Մովսեսը կամ Մուսան, Մանսա Մուսան գալիս է բանա մեկը 70,000 բանով շքախմբով ու մի քանի տոննա էլ ոսկի է հետը տանում ճանապարհին բաժանելով մի քանի բաժանելով տասնյակ ուխտեր ամեն մեկի վրա 150 կիլո ոսկի բարձած ոսկին բաժանելուց բացի ամեն կանգնելուց բանը թազա մզգիթ է կառուցել մի օր որ գիշերը կայնում էր բան էլի գիշերելով ու այտենց գնաց հետ եկավ եւ մի
40 տարով Եգիպտոսի տնտեսությունը սկսեց գետնին, էլի, այնքան ոսկի էր բաժանել Եգիպտոսում եւ ասենք Սաուդյան Արաբիա այն վաղ չկար Սաուդյան, եւ բանա Մեկա գնալուց, որ Եգիպտոսը գլխավոր տնտեսություն ունեցող արաբական երկիրը 14-րդ դարում սս վարի գնաց ստիպված բանա ուրեմն Աֆրիկայի հյուսիսը այդ ժամանակ թաթախվեց նավահենության մեջ պիրատствայով սկսեց զբաղվել, որ մի կերպ սովից չմեռնեն, որտեղ ոսկին արժեք չուներ այնտեղ։ Շատ հետաքրքիր բան արեց, էլի լավություն արեց։ Այդ Մանսա Մուսան ուրեմն երբ որ վերադարձավ, անցնում է մի քանի տասնյակ տարի եւ իր զավակը թե իր թոռը արդեն այնտեղ գիլդիմները սկսում է երկիրը վարիահայտում, որպես փայլուն երկիր դադարում է։ Հիմա բանա ինչով է հետաքրքիր այսօր Մալին դա երկիր է, որտեղ ոնց որ վաղինակ ասես լիքը ոսկի, լիծի, հիշում ենք չէ, բանա էլեկտրոմոբիլների մեջ ինչ ակումուլյատորներ է այդում։ Ուրեմն լիծից բացի այնտեղ հսկայական պաշարներ ուրան, Ֆրանսիան այնտեղ դժվար լիծի համար մտնի, ու կարող է մի քիչ Բայց Նիգերում էր ուրանը, իր հարևան Նիգերում էր ավելի մեծ քանակի, որտեղից ֆրանսիացիներն էլի լարեցին։ Բայց բանը ընդհանուր մի հատ հիմա կոնֆեդերացիա է ստեղծված այնտեղ, որի մեջ մտնում է Նիգերը, Մալին եւ Բուրկինա Ֆասոն։ Ասում են ցառն է մտնում, բայց ցառը հեռու է, ցառը տնտեսական գոտի է առանձին իրենց համար սարքած ու իրար զորքերով օգնում են։ Եվրասայուզ, սենց իրար օգնում են։ Այդ բոլորն է հիմա շատ լուրջ խնդիր ունեն նույնը տերորիստական խմբավորումների հետ, Ալ-Կաիդայի, Տուարեգների հետ խնդիր ունեն։ Իդեպ ռուսական լուրջ ներկայություն կար։ Հիշում եք մի քանի տարի առաջ ռուսները հենց բանը բենգալյան կրակներ վառած պարում էին էկրանի դեմը, բանը ֆրանսիացիներին հանել ենք, բանը այս տարածքից, բան, այն որ իրան Հայաստանից են հանել, ասենք ինքը չէր նկատել, էլի 20 թվականին, 23 թվականին բանը վերջնական, ասենք բանը ճանապարհի դռան վրա sense տախտակներ խփին մխեցին։ Դե երևի հաշվի չէր առնում, էլի, որ եթե շնչելու հնարավորություն չունես, ընդ եղած ոսկին ինչ ա քեզ տալի։ Միդասի հեքիաթը չէր կարդացել, Միդասոսի, որ ինչին կպտում ոսկի էր դառնում, սոված մեռա, որտեղ իր մոտակա տարածքը, ասենք, իր կենսապահովումը չէր կարողանում, էլի, ասենք, բանաներ, ոսկի շատ ուներ, ու նավթ գազ եւ այլն, բայց 23 թվականին լավ ծեծել են ինչը չէին կարում անեին Վագներները ռուսական բանակի մասին չի խոսքը Վագների մասին է խոսքը լավ ծեծել են լարել են այդ Ալ-Կաիդային էլ Տուարեգներին էլ ծեծել են հեռացրել են Սևամորտ Աֆրիկայում էլ բանա այն մի հատ մարդակերական բան կար իգիլ ոնց էր դրա անունը Բոկո Հարամը, հա, Բոկո Հարամին էլ են ծեծել, որ այնտեղ սաղի մեջ սարսափաններ շնչում։ Սաղին ծեծել են իրականում, բայց փոքրաթիվ իդեպ։ Օրինակ բանում իրանք չա բանա։ Մալիում 2500 հոգի են։ Հիմա են 2500։ Վագներները 1000 են եղել։ Հա։ Իսկ Աֆրիկյան կորպուսը, որ Պրիգոժինի զորքը, ասենք, հանելուց հետո շատ-շատերը մնացին, բայց բանը արդեն ռուսական բանակային անձնակազմը չկարացավ adekvat վտանգներին պահվածք դրսևորի, զինվորը նույնն է։ Ղեկավարությունը փոխվավ։ Երկու անգամ ավել զինվոր ու չկարացավ։ Հա, բայց ասենք որ դու կարող է պետությունը շատ հաճախ ի վիճակի չի բիզնեսը ավելի լավ կառավարել, քան մասնավորը։ Կուշկսեմ կուլալսի եւ այլն sense բաներ էլի։ Բայց ասենք որ Տուարեգներն էլ քնած չէին, երբ որ իրանք 23 թվականին իրանք էլ էին պայքարում Ալ-Կաիդայի դեմ, իրանք բոլորի դեմ էին պայքարում։ Բոլորի, այսինքն այնտեղ կռիվ էր բոլորի դեմ էին։ Ալ-Կաիդան պայքարում էր։ Իսկ հիմա 26 թվականի սկզբից որ լուրջ խնդիրներ ունեն, որոշեցին միավորվել, որ ավելի մեծ խնդիրը բայց քրդերը բանը Տուարեգները բանը միավորվեցին Ջեբհետ ան-Նուսրայի բանը Ալ-Կաիդայի
ինչը նույն բանն է, էլի։ Եվ Ալ-Կաիդան իրանց կուլ տվեց։ Հիմա քարտեզը այսօրով հեռախոսից մեջ կա, դա երևի կտեղադրենք, այնտեղ գույներով է թվում 10 օր առաջ բանա տուարեգները 40%-ը հնարավոր է ավել։ Իրանց տնօրինության տակ էր, որտեղ քաղաքներում բայց այնտեղ բանը տնօրինությունը գլադկի սահման չէ, էլի քաղաքների վերահսկողությունն է։ Չէ, վաղ այնտեղ տնօրինություն, բայց բանը, դա է ուզում ասել։ Քաղաքներում նստած էին կառավարական ուժերը, բացի մի քաղաքից, որը Թուրքիայի սահմանի վրա էր, այս խալվա նորից, բանը Ալժիրի սահմանի վրա էր, որը որ տուարեգներին մեջք ու թիկունք էր, էլի դրա պատճառով հենց այդ սահմանի վրա էլ անցյալ տարի էր կարծեմ, թե նախանցած տարի էր, այն որ Վագներովցիներին Զասադի մեջ գցին կոտորին հագին, մի 10 հոգի էլ պլեն էին վեգալել։ Ահագին այդ 500 հոգու մասին է ոնց որ խոսքը։ Չէ, այդքան չէ։ Այդքան էր ոնց որ։ Չէ, մի խոսքով շատ մեծ թիվ էր, բայց դրա մասին ռուսական մամուլը լրեց, բայց ուկրաինացիք ուկրաինացիք, հա, հիմա էլ խոսքա, որ ասում են ուկրաինացիք են գալի օգնում, իրանք են կռվում Եվրոպացի էին ուկրաինացիք, բան այնց ոնց է ասում, ձրի դագաղելնի թռնեմ մեջը, կարող է խախոլ օգնում, հարց չկա, ասում հարց չկա, բայց դա չի նշանակում, որ խախոլը sense տնենց ավելի թույլ է, քան երբ որ փորձում է օգնի, Զելենսկին հելնում է էկրանի մոտ գոռում է, ես ձեզ կօգնեմ, հիմա հրյա ղեկավար ունի ու հրյայի անեկդոտը կարելի է հիշել, որ ասում է ես պատրաստվում եմ քեզ նվեր տամ, մի ամիս հետո տենում ասում է ես արդեն ընտրել եմ նվերը, հետո ասում է ես արդեն գնել եմ նվերը, պատրաստվում եմ վաղը բերեմ ու այտենց մի տարի տանում բերում, ասենք տժվժիկի պատմություն անում, Զելենսկին նա ղեկավարում Ուկրաինան, դա բանա ստից բանա ոչ մեկ վիշ չի առնում, որ ասենք բայց ռուսներն են տարածում, իմ համար դա է ծիծաղալու, որովհետև իրանք բանա թուրքերի պես ամեն ինչի մեջ բան էին անում, կովը չծնեց, հայնամեղավոր, այնտեղ խոտը չորցավ, հայնամեղավոր, մեկը չկա ասի այդ դեբիլ, այդ որ հայ կառուցած առուն ջարդել, փշրել ես, տրուբեկը տարել, ծախել ես, կարող է դրանից է չորացել, արա ոչ թե որ հայնամեղավոր բանը մի անգամ նույնիսկ լսել եմ, որ հայրը նենց են ինադու այս առուները կառուցել բետոնապատ, բանը Չարդախլի յուղի կողմերը, որ մի քանի տարի հետո առանց իրանց էսի վարի գնա, դրա համար չորացել է մեր այգիները։ Այ ռուսա այտենց ուկրաինացիների նկատմամբ, ուկրաինացիներ դե բայց իրանց բանին խոսույթներին ռուսական, որ իրանք ծեծում են ուկրաինացուն, դա լրիվ դեմ է, ստացվում է 3 հոգի ուկրաինացի եկավ Աֆրիկա ձեռներից վերցնում են։ Դե հələ լրիվ վերջնական չի վերցրել։ Վերջնական չի, բայց իրանց հյուսիսային մայրաքաղաք Կիդալը, որ համարվում է գլխավոր կենտրոններից մեկը, վերցրել են մի հատ մեծ ոսկու հանք են վերցրել, շատ մեծ։ Հա, իդեպ, ու ինչքան իրանք այդ հանքերից ոսկու հանքը այդ շատ մեծը մոտավորապես 25% ոսկին Մալի ինքն էր հանում։ Դուս եթե իրանք այդ ոսկուն տերելն են, այսքան կառավարական կառավարությունը այդքան քիչ է ունենա։ Իգիլի պատմությունը բանում, Իգիլի պատմությունը Իրաքում, երբ որ Իգիլը վերցրեց Մոսուլի բանկը, որտեղ մենակ կանխիկով $300 միլիոն փող կար, կամ հավասարազոր, համ դոլար, համ ուրիշ փողեր։ Դե պարզ է այդքան փող ունեցողը կարա արդեն եղբայր մուսուլման Ալ-Կաիդային չենթարկվի։ Նույնը սենց մի բան հեսաստե եք սպասում, բայց այդ քարտեզը բոց է, էլի 40% տուարեգներն էր, հիմա նայում ես մի փոքր երկու հատ կետի կա մնացել, այդ 40%-ի հետ համեմատ, այն էլ բանա Ալժիրին մոտիկ, որտեվ այնտեղ երևի բան Ալժիրը ասում է, բանա մոտիկ չգա։ Չէ, ուղղակի լրիվ անապատ է, Ալ-Կաիդան այդտեղ չել գնում, երևի ճանապարհները չկան։ Ալ-Կաիդան նույն անապատներում ֆրֆրացող բաներն են։ Մենք պետք նաև մի բան հասկանանք, որ անապատում բնակվողները, ոչ թե անապատում գտնված օազիսներում բանը քաղաքները կամ գյուղերը, հենց անապատում, ուրեմն բոլորը բացի երկու տուարեգական ցեղից եւ որսորդների միությունը, տենց բան կա, հասկացողություն կա, այդ 3 բանը ոնց որ ասած լավ է սրանցել առանձին ցեղ հաշվենք, կառավարությանը դեմ են, անապատում ով կա, չկա ապրող, սաղ դեմ են, անապատում ապրող 20 քանի տուարեգական ցեղերը բոլորը դեմ են,
Ալ-Կաիդան ծեծվելուց հետո գնացել անապատներում է պահկվել ու անապատում էր գործում այս 2-3 տարին։ Նույնը ԻԳԻԼ-ը փաստորեն անապատը ամբողջությամբ դեմ էր բանին, կառավարությանը, որի մայրաքաղաքը հարավում է Բամակոն։ Ռազմական ինչ հետաքրքիր փաստեր ես նկատել։ Ռազմական որ փոքր խմբերով են տեղափոխվում ու շատ մոբիլ են, այդ իրանց տարածքն է թելադրում։ Փոքր Ասեմ, որ ընդեղ էլ հայտնի բայրակթարները կառավարությունը ուներ ու օգտագործում էր 23 թվականին լավ կարացել է բանանի, օգտագործի, բայց հիմա քանի որ ծրվել են ավելի ու շատ ավելի մոբիլ են դարձել տուարեգներն էլ, Ալ-Կաիդան էլ, պիկա ամենամեծ իրանց տրանսպորտի միջոցը դա պիկապներն է, հա։ Դե պիկապների պատերազմն էլ այդ ռեգիոնից է սկսել, էլի, այն Չադից որ։ Բայց հիմնականում մոտոցիկլետներով են, շատ արագ են տեղափոխվում ու մեծ առճակատումների չեն գնում։ Խի, բան ռուսական ռազմաբազան, որ բանա պաշարման մեջ են վեկալել, Դա սկսել, հա։ Տուարեգները Ալ-Կաիդան տուարեգը համատեղ։ ու սկսել են, հա, մեկ էլ ինչը մոռացա ասեմ, սկսել են այս FPV դրոններ օգտագործել, ինչը ռուսը լիքը ունի մոտները, բայց չեն օգտագործում այդ ռուսական կորպուսը, Գիտես ինչ է։ աֆրիկանսկի կորպուսը։ Գիտես խի շատ չեն օգտագործում, որտեվ օպերատորները այդքան շատ չեն։ Միգուցե, իսկ տուարեգները նույնիսկ ունեն օպերատորներ ու այս Կիդալը գրավելուց առաջ Կիդալը հյուսիսի ամենամեծ քաղաքն է։ Պաշարումը եղել է 23 թվականին Կիդալը, երբ որ ռուսները կառավարական ուժների հետ վեկալել են, շատ երկար պաշարել են այդ քաղաքը, որ կանան վերցնեն։ Իսկ 26-ին մի քանի օր առաջ են հետ վեկալել տուարեգներն ու այս Ալ-Կաիդան։ Այլ ասել մի օրում։ Մի օրում, հա, բայց ամրոցը ռուսական բանով զորամասով ինքը 2 թե 3 օր դիմադրել է, վերջը բանակցելով իրանց կարիդոր են տվել, որ դուրս գան։ Հա, բայց տեղի ինչա տեղի ունեցել, իրանք ուշադրություն են շեղել, այդ Տոմբուկտուն դրա վրա են հարձակվել, հարձակում ա եղել միաժամանակ այդ կողմը։ Մի խոսքով ու ոչնչացրել են Մալի պաշտպանության նախարարին Կամարային։ Դրանից մի քանի օր առաջ, հենց հարձակման օրը իրանք հարձակվում են մի քանի ուղղություններով, հարձակման օրը չէ, զորքերը հենց են շարժում։ Նաև Բամակոյի Հա, Բամակոյել են բանանում, այսինքն հիմնական զորքերը տեղաշարժվում, այսինքն մնում է գարնիզոնները քաղաքային։ Դրա համար էլ շատ հեշտ եկել են ռուսական ադբորնի տենց ասած զորքերը, կաստյակը, իրանք էլի հետ են քաշը դեպի մայրաքաղաք։ Դրա համար էլ շատ հեշտ Կիդալը տրվել է։ Իդեպ, եթե ուրիշ բան էլ նկատենք, թե 23 թվականի Մալի կառավարական զորքերի բարեհոգեբանական վիճակը շատ բարձր էր, հիմա տուարեգները շատ լավ նաև բանում են, օնլայն են աշխատում, ինչ խփում են միանգամից նկարում են, գցում են ինտերնետ, այդ կառավարական ուժերը տեսնում են։ Ու բարեհոգեբանական վիճակը երևի դες 3 տարվա մեջ նորմալ կառավարությունը իրաց չել պահել, մի քիչ սոված են մնացել բան։ Հա, դե ոսկի չունեն։ Մեծ հաճույքով փախնում են։ Նույնիսկ վիդեոներ կա, որ հանձնվում են զենքերը տալիս են, ոնց են տուարեգները իրանց փող տալիս, որ հաց առնեն ուտեն։ Որ հետ գնան։ Ծախում առնում են զենքերը իրանցից փաստացի, էլի։ Չէ, բանը փող էին տալի, որ իրանք տրանսպորտ նստեն այդան։ Տրանսպորտը իրանք կազմակերպում էին, տուարեգները կազմակերպում էին տրանսպորտ։ Փող էին տալի, որ առևտուր անեին ուտեին։ Առևտուր անեին տուն գնալուց առաջ։ Ու ասենք այդ մարդը չի էլի սրանց դեմ կռվել։ Չէ, դե լավ աշխատում են մարդիկ, ասենք։ Շատ ուժեղ աշխատում են, այսինքն նորագույն իրանք ի տարբերություն մեզ նստել են այնտեղ հետևել են իջա կատարվում այժմյան պատերազմներում, էժան պատերազմ վարելու ձև են սովորում։ Շատ ուշադիր ինչ ա եղել Աֆղանստանում։ Աֆղանստանի հետ էլ շատ մեծ նմանություններ ունի իդեպ։ Սիրիայում են նայել ինչա կատարվում։ Ինստրուկտորներ են երևի ուղարկել, սովորել են, հետ են եկել իրանց Լիբիայում են նայում ինչա կատարվում։ Ռուսական բազայի վրա էլ են հարձակվել Գիտես, չէ՞ որ Ալ-Կաիդան այդտեղ ընդհանրապես ոտ չէր դնի, եթե չծեծվեր Լիբիայում։ Ну, եթե գարել, այդքան չէր ուժեղ չէր լինի։ Լիբիայում իրանց ծեծել են այդ Մարշալ Հաֆտարը, որը ռուսների պատժիժկեն ունի, եւ ժամանակավոր կառավարությունը, որը թուրքերն են ովանավորում, այնտեղ ռուսը թուրքը բանը կապ չունի, որ ինչ որտեղ համագործակցում են, ասենք այնտեղ ծորենից ձելքի մեջ, այնտեղ իրար արճակատման մեջ էին, հիմա այնս փխրուն զինադատարա։
բայց երկուսն էլ կռվում էին բանի դեմ, Ալ-Կաիդայի դեմ ու Ալ-Կաիդային բրթել էին ու բրթելով դե դրա կանապատով սենց եկել են արա Մեկը հայտնվել Մալիում Իքը ոսկի կարա ուրենք եթում ուրիշ թե հիմա համ ԻԳԻԼ-ը, համ Ալ-Կաիդան, ԻԳԻԼ-ը որ էլի Ալ-Կաիդայի դուստերն է, բայց անց ամբողջ բայց Մալիում ԻԳԻԼ-ը թույլ է, չէ, կա։ Շատ թույլ է։ Հա, այսօր տուարեգների տարածքի չափ տարածք է բանան։ Արդեն ինքը չի մեծացել, տուարեգներն են այդքան փոքրացել։ բայց ավելի շատ Անդեղի իրենք քրդերը, Բուրկինա Ֆասոյում են ավելի ուժեղ ԻԳԻԼ-ը։ Ես բանը իմիջայլոց ոչ թե ուրախանում են, որ քրդերը բան են անում, չնես ուրախանալու տեղ էլ կարող է։ Քրդերը թե տուարեգները։ Սա Սա խառնեցին տուարեգները, դե նույն բանն են, էլի, ասենք իրանց հանճարեղ պահվածքի մեջ։ Ուղղակի խնդալը գալիս է, երբ որ բանը այն բանը Չարլի Չապլինի կինոյի նման էլի, այն որ կայնում է պոլիպեդի վրա, մի հատ տալիս է ճակատին, ֆռմ գալիս, մի հատ էլ է կայնում, տալիս է։ Դե խնդալու է, բայց գոնե կռվելու մեջ գալիս է Չարլի Չապլինը, բայց գոնե կռվելու մեջ նորը մտնում են, թազեն սովորում են, էլի, նորը սովորում են տուարեգները նույն։ Հա, բայց բանը իրանք խաղաղությունը քո ասած կկրվեն էլի, որտեվ իրանք Սիրիայում իրանք այտենց աշկի չեն գան այդ ստեղի տուարեգները, աշկի չեն գան դրոն շատ օգտագործել։ Իրանք հա, բայց տուարեգները Աֆրիկա։ Այնտեղ ավելի շատ աշկի են գան բաները, այդ Իդլիբում նստած պանիսլամիստական ուժերը։ Հələ սրանից մի 3 տարի առաջ Խմեյմի մի վրա էին տվել, բանը ֆաներայից ու պենոպլաստից, մեկ էլ շշերից, բանը Կոկա-կոլայի սարքած ինքնաթիռներով, բանը ռուսներն էլ ասում էին, էսի հնարավոր չի աշխատի, էսի երևի գաղտնի տեխնոլոգիա է բան, էլի, մոռացել էին, որ այս ամեն ինչը չինական Ալիբաբայում ծախում են։ Ալիբաբա էր։ Նույնը, հա, հիմա Թեմու է դա։ Թեմու։ AliExpress, Alibaba, Թեմու։ Նույնն է լրիվ։ Երբ չգիտեմ, ոչ թե Թեմու ֆիրմա կա մի հատ ծրագիր։ Կարող է, հիմա վերջական դարձել է, որ արդեն շարժում են դեպի Մալի մնացած քաղաքները, կանաչապատ տարածքներ։ Չի լինի, այնտեղ Պարզ է արդեն, որ հեշտ չի լինի։ Շատ դժվար ալնելու իրանց, որովհետև տակտիկա էլ է փոխվելու քո ասած ջունգլիների պատճառով։ Այո, ջունգլիները, գետի ափերը, այնտեղ ուրիշ պրոբլեմ ունեն։ Բայց այդտեղ բացի բնակչությունը տակտիկան համ էլ շատ լավ են ճանաչել իրանց տարածքը, որը շատ ավելի կարևոր է, տարածքի առավելությունները, կարացել ռելիեֆի առավելությունները կարացել են օգտագործեն։ Ինչը ցավոք մենք ոչ 20 թվին են կարել, ոչ 22-ին են կարել, ոչ 20 թվից 16-ից սկսած նույնիսկ չեն կարել։ Հիշում ես բանը, 3 գլխավոր սկզբունքը ոնց պետք է զինված ուժերդ կառուցես, որոնք են։ Ումից ես կազմում զինված ուժերը, հակառակորդից ելնելով ես անում։ Ով է քո հակառակորդը, մեկ էլ որտեղ ես մարտնչելու։ Իրանք գիտեն ով է իրանց հակառակորդը։ Չէ, դա լավ չգիտեն։ Չէ։ Հիմա ընդհանուր հակառակորդը գիտեն, բայց ես համոզված չեմ, որ իրանք կեթան Բամակո, ասենք վիզ դրած կկոտորվեն Բամակո։ Իրանք դրա մասին չեն խոսում իրականում։ Որովհետև իրանց այդ անապատային տարածքը, որտեղ ընդհանուր ոսկու հանքերի մոտորապես կեսն է, 25%-ը վեկալել են արդեն, այն մյուս 25-ն է։ Էսա էլ են վեկալում, մոտ են արդեն դրան։ Մոտ կեսը իրանց ձեռի տակ լինի, մի նավթային կայսրության հավասարազոր, ասենք, բանա ուժ է դառնում Ալ-Կաիդայի ձեռի տակ։ Ու ես միշտ զարմացել եմ, երբ որ իսլամիստները, ինչ որտեղ բանը ծայրահեղ իսլամիստները, ոչ թե ուղղակի իսլամիստները, բան են անում, ասենք, բանը Աֆղանստանից քշում էին ամերիկացիներին, ռուսները ծափ էին տալի։ Բանը Սիրիայից քշում էին ռուսներին, ուկրաինացիք ու արևմուտքը ծափ էին տալի։ Դուք հասկանում եք ում ձեռն է անգնում, ասենք, այդ բանը տարածքը, թե այն մեկը, թե այս մեկը, թե հիմա էս, որ ծափ են տալի, որ բանը ռուսական այդ բանը աֆրիկյան կորպուսը հելնում է, ում ձեռն է հայտնվելու։ Լավ եք հասկանում։ Բանը կարոտել են սեպտեմբերի 11-ը, հա, երևի։ Կամ կարոտել են այն բանը Շարլի Էբդո բանի վրա հարձակումները։ Ես իրականում կուզենայի ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնենք, որ այդ քո նշած բոլոր դեպքերում է դա տեղի ունեցել, երբ որ դրսից են հա ուժեր եկել։ Նու կոնկրետ լավ էս մեկը ասենք տուարեգներին է, որ Մալին արդեն հույսը շատ էր դրել ռուսների վրա։
դու չի կարելի ոչ մեկի վրա հույս դնել, Այսինքն ինքը իր ոչ բանակը չի ռուսների պարապացրել էս 3 տարի է։ ոչ էլ Տրամպի, Ոչ մեկի վրա, մենակ քո ոչ վրա էլ Ֆրանսիայի նախագահի վրա։ Միանշանակ, մենակ քո վրա կարաս հույսը դնես, այն որ Տրամպը կգա մեր Տրամպը գառանտա կայն է, Տրամպը 84 տարեկան պապի է, էլի։ Հա, իմիջայլոց, Շատ երկար տարիների կյանք ասենք իրան, բայց Ֆրանսիային հիմա վերադառնան Ֆրանսիայի բանի տակ, ազդեցության տակ, կամ վախտին որ եղել են, շուրջ բոլորը, ասենք, երկրներ են, որոնք ռազմական բեռ չեն թույլ տալի տեղափոխվի։ Այդ խեղճ Ֆրանսիան, այդ մեծ ցանկությունով, որ ուզում է սևամորտներին ազատագրի, ասենք, վայրի Ալ-Կաիդայից, եղբայր մուսուլմաններից, ո՞նց է անցնելու այնտեղ։ Այ ո՞նց է Ֆրանսիան Վրաստանի եւ Թուրքիայի տարածքը հաղթարելու, որ գա մեզ օգնության, ո՞նց է նույն բանը Տրամպը անելու։ ես լուծումը գիտեմ, միգուցե տեղում ռազմարտունաբերություն նորմալ ոչ թե կապիկություն անենք, որտեղ զարգացնում ենք, պատվերներ ենք տալիս, ես իմիջ նայում ես թվերը լացդ գալիս է ինչ թվեր է։ Այս տարի Դու ուզում ես լուրջ ռազմարտունաբերություն Հայաստանում անել։ իմ երազանքը կարամ եթերում էլ պատմեմ, որ էդի Քո երեխա է 20 տարեկան երեխա է, այնպես մտքովս անցավ դիպլոմային ինչ երեխա։ Բայց տղա է սա։ Հիմիկվա համեմատ երեխա է անցածս փորձով տեսա դիպլոմային աշխատանք կատարելուց արա ասի ինչի համար է մեսի գրում вообще էլի ինչի՞ս է պետք Շտուրլիովիլի հակադարձ խնդրի մասին է խոսքը դասախոսս լավ չկարացավ ինձ համոզի որ ես նորմալ աշխատեմ դրա վրա որտեվ պրակտիկ չէր դա ու պատմեց ինքը այդ միտքը տվեց ինձ պատմեց որ Գերմանիայում շատ պրակտիկ են մաթեմատիկոսները աշխատում հիմնական մասան գալիս են ինստիտուտներին պատվեր են տալիս գործարանները կոնկրետ խնդիրներ են լուծում ասենք BMW-ն յուղավառում մաթեմատիկոսներին տալիս են խնդիրը ոնց հաշվարկեն որ BMW-ն քիչ յուղ վառի ու ասեցի պրինցիպի մեր երկրում հիմա արտաքին վտանգներ ունենք ռազմարտունաբեր, այսինքն զենքը լյուբոյվախ կարա չլինի կամ զինամթերքը։ Սաղ կախված է, այդ վաղ երևի ռուսից էին, չէ 90%-ը վերում կամ ավել է 99%-ը։ Այդո 20 թվականից հետո էլ այդ խնդիրը եղավ, որ զենքը կար, զինամթերք չէին կարում բերենք ռուսը չէր տալի, որտեվ իրան պետք էր։ Այսինքն ռազմարտունաբերությունը համ գիտնականներին կպահի, գիտնականները աշխատանք կունենան չեն գնա ուրիշի օրինակ նույն բայրակթար սարքեն ուրիշի համար կամ պայմանական եմ ասում բայրակթարը գիտնականներդ կմնան ինստիտուտներդ կիմանան ինչի համար են աշխատում պետական մասնագետների պետական պատվեր կլինի ու ոչ թե ոնց որ հիմա է կամ իմ ժամանակ որ պատվերը տալիս էր պետությունը բայց իր համար մեկ էր այդ ուսանողը սովորեց չսովորեց ինչ է անում որ մեխանիզմը մի հատ ընդհանուր ցիկլ էր դառնում ինստիտուտները աշխատում էին գիտնականները աշխատում էին ռազմարտունաբերությունում մարդիկ աշխատում էին ու մենք մեր արտադրանքն էինք ունենում կախվածությունը մինիմալ էր դառնում բոլորից մենակ հա նյութերն էր բերում ինչը Հայաստանում չկա տնտեսությունը զարգանում էր, կարա իր արտահանում էր կազմակերպել կարա իր ասենք ստեղ բանաներ հաշվի առնելով որ դու ինչ քիմիական արտադրություն ունես միանշանակ ուղղակի պետքա աշխատել մեր նամեստիկները որ այսքան ժամանակ ցավոք սրտի ունեցել է Հայաստանը նամեստիկը հայերեն ոնց կոչ ժամանակավոր կառավարիչ ոստիկանները հա բեշիրները հա որ մտածել են հեսա մենք ժամանակավոր ենք մեր հարցերը լուծել բեշիր հիշում եք չէ ոստիկան այդտենց ոստիկաններ ենք ունեցել առ այսօր հա ոչ մի բանով իրարից որոնք ինչ-որ նաչալնիկների ինչ-որ լավ բաներ արել են բնական բաներ են արել բնական է ինքը խոսքի հելնում է իր արքունիկից ուզում է էթա միտե բանա չայխանա Դե ճանապարհը հարթ լինի։ Ճանապարհը հարթ լինի։ Հա, բայց հիմա էդ էլ չեն կարում անեն, էս ձմեռը սա հարամ անես։ Յուղ ես վառում, քաղաքականացնում ես։ Մի քաղաքականացրա։ Չէ, առանց քաղաքականացնելու ռազմարտունաբերություն մեզ պետք է, որ ճամփեքից խնդիր չունենանք։ Ու վաղինակը, ասենք, իմ հետ համաձայն է այդ հարցում, իրոք բոլորը, ու պատճառը, ասենք, քաղաքականա, տնտեսականա, ես իմ ինչականա, իսկ ես դրա մեջ գլխավոր պատճառն եմ տեսնում։ Հայրենիքը չսիրելն է։ Հայրենիքը չսիրելը, որովհետև ռեալ վտանգների դեմ չպատրաստվելն է։ Ռեալ վտանգների դեմ եթե դու չես պատրաստվում, սուտ է, որ դու սիրում ես։ Դա նույն բանն է, ոնց որ բանա, ինչ որ կնգա, բանա,
մասնատելուց առաջ բռնաբարեն, իսկ դու կողքից ասես ես քեզ սիրում եմ։ Ախպերս։ Գործարը։ Ժիմ անես վռած մի քիչ մկաններդ լցես, խփես այդ բռնաբարիչին կամ կացինը գոնե ձեռից խլես, որ բռնաբարելով յոլա է դա։ Որ այդ ասիր ժիմ արա մի անգամ այս տղուս հիշեցի Լևոնին, որ գալիս է կռիվ ենք անում, տենմա չի ստացում, հելնում է ժիմա անում, մի անգամից էլի ասում է ուժեղացա գալիս էլի փորձում։ Դե 4 տարեկան երեխու հուսանք, խելք ունենք, եւ մի քիչ ավելի լավ կլինի եւ ազգ բանակին ոչ թե թղթի վրա, ոնց որ այս 2-3 տարիա պրոստը թղթի վրա գրած ունենք, այլ իրականում ավելի ազգ շուտ բանակի 16 թվականից է դա ազգ բանակ։ Չէ, այն ժամանակ ազգ բանակ բանը անունը դրի Անունը օգտագործին կներես։ օգտագործեցինք բանակային որոշ բաների Հա, հիմա առաջ տանելու համար։ հպայի մասին ես ասում, Իսկ համապարփակ անվտանգության պաշտպանության ու անվտանգության համակարգ։ քարտուղարությունը անվտանգության խորհրդում բան, ընդ ընդունված ազգ բանակ կոնցեպտը կոչվում է անվտանգության համապարփակ անվտանգ։ Հա, բայց էդի ձևականը արած հաստատ։ Այ օրերից մի օր կգա հուսանք այդ իրականը։ Հպայի մեջ մտնում է, որ դու պետք է հասարակությանդ հետ աշխատես, հասարակությանը պետք է ներգրավես պետության աշխատանքներին։ Հասը կազմակերպությունների անհատ մարդը թույլ է։ Բանը ազգը, պետությունը, մարդաբանությունը ընդհանրապես այս կատեգորիան ոնց որ մաթեմատիկա որ ասեց, բանը չափել չի կարելի։ Մարդու մի ուժը, երբ որ երկրորդ մարդու ուժին է միանում, իրանք 3 մարդու գործ են ի վիճակի անել։ Նույնը, ասենք, հասարակական կազմակերպություններն են։ Հասարակական համխառություններն են, պրոֆսայուզներն են։ Ցանկացածի պոզերը կտաշի պրոֆսայուզը, եթե իրական պրոֆսայուզը լինի, ոչ թե դիրեկտորի կամ գործարանի տիրոջ կամակատարը։ Մեր մոտ ըսկի պրոֆսայուզներից ձենձունել չկա այս վերջի 20 տարվա մեջ։ Ինչ եղավ։ Ես օրինակ մի 3 տարի առաջ իմացել եմ, որ կան իրանք։ Այս թե ինչ են անում չեմ կարող։ Ու այդ կարող։ ամեն ինչը ցելենապրավլենի, sense ուղղահայաց ձևով աշխատել են Հայաստանի բոլոր ղեկավարները, որ հասարակական կազմակերպությունները թույլ լինեն, որ բաները թույլ լինեն պրոֆսայուզները, կարճ ասած, որ իրանց ինքնիշխանությունը, ավելի շուտ իրանց իշխանությունը ոչ մի բան չխանգարի։ Իսկ հասարակությունը, երբ որ տենում է, որ իրան ընդհանրապես իշխում են ու ինքը այդ իշխանության մասը չի, ինքը սկսում է пассив լինել։ Այդ 18 թվականին մեզ թվաց, թե մենք բոլորս իշխանություն ենք, դրա պատճառով է, որ 35-ից 37000 կամավոր մարտի դաշտ դուրս եկավ 20 թվականին։ 2020 թվականին 35-ից 37000 կամավոր է հելել։ Չի եղել այտենց թիվ 90 թվերին։ Մի 0 արանքից լավ շատ ասեցի 5 անգամ ավելի քիչ թիվ ա եղել կամավորների թիվը 90-ական թվականներին, որովհետև ժողովուրդը հասկացավ 18 թվականին, որ ինքը իշխանություն է։ Այդ իշխանությունը Այդպես չէ, իշխանություն չէ, ինքը պետության գործերի մասնակից է։ Այո, կթուկով չի ուղղակի։ Բանը շտրաֆի մատերիալ չի, բան ասենք։ Հարկեր 3 անգամ բարձրացնելու շանսեր չկա, ես ինչ չկա։ Բանը հիմա համոզված եմ, որ իշխանությունն էլ ձևավորի, Աստված տա, բանը գարանտի ռվնի մեծամասնություն չունենա, այլ կոալիցիայով լինի, որովհետև կոալիցիայով իշխանությունը ստիպված է լինելու իր կողակցին կոալիցիայի անդամի հետ լեզու գտնել, իսկ այն մեկը վարկաբեկվելու ցանկություն չունենալու պատճառով, որտեվ ինչն է կոմպենսացնելու իր վարկաբեկվելը, ոչ մի բան, կոմպենսացիան ստանալու է մեծ ուժը, հա, ինքը չի համաձայնվի, դրա պատճառով շատ ավելի զգույշ կլինեն, շատ ավելի հեռատես եւ ազգ բանակը կսկսի վերջապես 0 կետից շարժվել։ 0 կետից կշարժվի համապարփակ անվտանգության եւ պահպանության, պաշտպանության համակարգը եւ օրերից մի օր կունենանք երկիր, որը որ Կորեայի նման կվախենան իրան մոտենան։ Իդեպ Հյուսիսային Կորեան ազգ բանակ է, բայց ես Հյուսիսային Կորեայի հետ չէի։ Ես հարավային Կորեայի հետ էի, որը տեխնոլոգիաների, ասենք, առաջատար երկիր է,
որը փաստացի ազգ բանակ է, որովհետև ինքը Ամերիկայի բանակ ունենալով իր տարածքում, այսօր աշխարհի լավագույն տանկերից մեկն է արտադրում Hyundai ֆիրման, տեսել եք ավտոները Hyundai, այ հարավային Կորեայի տանկերը լավագույն տասնյակի մեջ են մտնում, 5-յակի։ Ինքը այսօրով հրթիռների համակարգերը արտադրում, ասենք, հակաօդային, հույսը չդնելով միայն ու միայն Ամերիկայի, դրա համար Ամերիկան կարողացավ ընդեղից այդ բաները բերի իր այդ հակաօդային համակարգերը Իրանի դեմ կանգնացնի, այդ արաբներին պաշտպանելու գործով։ Այ տեխնոլոգիապես ասենք եւ բնակչություն, հա, բնակչությունն է բոլորը բնակչությունն էլ բոլոր իրան ղեկավարներին հերթով դատեց, կարելի ասել բոլորին, այն ռոդեոին դատեց, այն կնգան դատեց, այ պինդ հասարակությունը, այլ բանա դեմոկրատիա, ախպեր ջան, չեմ ասում դատենք, անկախ դատական սիստեմը է դա։ Հա, ծերացել են, ասենք, չէ, իրականում, որպեսզի մենք կարողանանք անդունդից դուրս գանք, մեզ առաջին իհարկե արդարությունը հարկավոր։ Օրը չընկնենք, մեզ արդարություն է պետք ունենանք։ Արդարություն, իսկ ազգբանակը եթե ուրիշ ձևակերպենք, միասնություն է պետք։ Ինչը ցավոք սրտի սոցիալական արդարությունը պարտադիր է, ազգբանակը ձևավորելուց պարտադիր, դա նշանակում է անխտիր։ Հա, սոցիալական արդարությունից բացի քաղաքական արդարությունն է պարտադիր, որտեղ ոնց եք պատկերացնում ազգ-բանակ ու այնտեղ բանա մեկը մյուսին խեղդի, բանա քաղաքական դաշտում, մեկը մյուսին չարանա, սկսի ատել իր շրջապատ, բանա ֆանատիկոսներին, պետք է ազգային նպատակ ունենանք, ամենակարևորը, այդ նպատակը որ լինի, կարելի է այդ նպատակը կարա ոչ մնալը լինի, ապեր։ Կարա արդարությանը հասնելը լինի, արդարադատությունը անկախ սարքելը լինի։ Հետո հիշենք մի բան, էլի, մենք այս աշխարհին ընդհանրապես պետք ենք, ոսկին հնա մալին պարզվում է մի 400 անգամ ավել ոսկի ունի։ Նավթ Մենակ մոլիբդենն է մեր մոտ մի քիչ շատ։ Մոլիբդենը տոկոսը ինչ որ աշխարհի 4 թե քանի տոկոսն է, պղինձը աշխարհի 2 թե 4%-ն է, էլի, դի տոկոս չէ, էլի, դուս մենք աշխարհին ասոբի պետք էլ չենք։ Կարող է, ասենք, երբ որ մեր վարչապետը գնաց ու քարոզ էր անում հեղափոխության բան, այդ նման ձևով մենք քարոզ չանենք, այլ մեր կյանքով ապացուցենք, որ մենք իրոք ինչ որ բանը լավ ենք անում։ Չեթանք մարդկանց ասենք այս բանա միկրո հեղափոխություններ եկեք անենք, հիշում եք Նիկոլ Փաշինյանը դա էր անում, բանում Դավոսում փորձում էր միկրո հեղափոխությունների քարոզ աներ, որ բոլորը պիտի հեղափոխություններ անեն, բան։ Ոնց որ Տրոցկին էր ասում, կամ ոնց որ Խոմեյնին էր ասում ժամանակին, որ մեր հեղափոխությունը աշխարհով մեկ տարածենք։ Դե երեք ուրացել էր։ Եկեք մեր օրինակով ցույց տանք, որ ձգտեք մեզ ու լինենք ոչ թե հեղափոխական, ոչ թե ասենք հակահեղափոխական, այլ պրոգրեսիստ լինենք։ Մեր պրոգրեսը այնքան բանալի նախանձ առաջացնող լինի, որ անգամ Թուրքիայի բանը, ասենք, ասի արա, եկեք հայերի պես մենք անենք, էլի ամեն ինչը։ Իդեպ թուրքական VPK-ն, երբ որ իրան Ամերիկան, այ ոնց որ Ռուսաստանը իրոք զբաղված էր, ասում էր, սպասեք մի քիչ, էլի զբաղված եմ, չէ՞, ռուսը, հիշում եք, մեզ ասում էր 22 թվականի վերջ։ Զենք, չէ, չեմ կարա տամ, այդ որ փողը տվել եք, մի մոռացեք, ես արդար մարդ եմ, ես օրերից մի օր կտամ այդ փողի ապրանքը։ Այդ նույն բանը ասին Թուրքիային, բանը այդ F-35-ի հարցում։ Գիտեք ինչա կատարվել։ Այսօր 5-րդ սերնդի ինքնաթիռը արտադրում Թուրքիան։ Մի հարց չի կարացա դեռ լուծի, բայց կարող է երբեք չկարանա, շարժիչի հարց է։ Դրա համար Ուկրաինայի Սիչ կոնցեռնի հետ փորձեց ինչ-որ հարցեր լուծի, ռուսը նավսյակի գնաց վրս ռմբագոցեց Սիչը, որ հանգարց Թուրքիան 5-րդ բանը սերնդի ինքնաթիռը ամբողջությամբ ինքը չարտադրի, գոնե ինչ-որ մեկից կախման մեջ լինի, որտեվ Թուրքիայի զինուժը սեփական, ասենք, ռազմաարդյունաբերությունով ամբողջ աշխարհին իր շրջապատին բնական է, բայց ամբողջ աշխարհի համար է վտանգավոր։ Ինչը ձեզ եմ մաղթում իմ հայրենակիցներ ջան։ Արի այսքանով վերջացնենք, ճիշտ է։ Թուրքերի պահով չէ, որ մենք մեր շրջապատի եւ աշխարհի համար վախենալու լինենք։ Ոչ մի անգամ չհարցակվենք։
բայց մեզանից վախենան էլի։ Դու ես ունենանք նորմալ ռազմարտությունաբերություն, ունենանք ազգ բանակ, Շվեյցարիա լինենք, որ կամ Ֆինլանդիա, որին ՆԱՏՕ-ն աղաչում էր, ասում էր մտի մեր մեջ, որ 2 անգամ 400 միլիոնանոց Եվրոպայի բանակը ուժեղացավ Ֆինլանդիայի մտնելով։ 2 անգամ։ Վայ թե 5 թե 6 միլիոնանոց Ֆինլանդիայի, թե 8 միլիոնանոց։ 400 միլիոնանոց Եվրոպայի մեջ մտավ իր բանակով։ Թվով էլ է շատ, ասենք, բայց որակով Այն ամերիկացի որ խնդրում են ասեն մի քիչ թեթև անցկացրեք մարզումները իրար։ Իմիջայլոց Շվեյցարիային էլ աղաչում էին, ասում էին եվրոպական պաշտպանության համակարգի մեջ էլի հակաօդային մտի, Շվեյցարիան պասլատեր անում, ասում էր, արա ես ձեր լակոտ հավեսները չունեմ, այդ նույնը ձեզ եմ մաղթում։ Հետո մի կերպ համոզին ասին, լավ, այս ուղղության վրա ռադարներս շուռ կտամ, են կոմել կնայի։ Այդտենց հայմանձայնագիր ենք բան արել, որ Շվեյցարիայի օդը պաշտպանելու բաները վիզ են առել եվրոպացիք։ Շվեյցարացին ասել է, լավ, այն մի ուղղության վրա ես մի քիչ կնայեմ։ Հայր ջան, ես էդի ձեզ ցանկանում եմ, բայց այդ ցանկությունս օդում կմնա, եթե դուք չգաք ոմա չպարապեք, ավտոմատի դարչի։ Եկեք բեսպիլոտնիկ պարապեք։ Կամ եթե հասկանում եք, որ բեսպիլոտնիկը ընկնելուց հետո անզեն եք մնալու, ավտոմատ էլ եկեք պարապեք։ Վիրավորվել գոյություն ունի, բժշկություն էլ եկեք պարապեք, սարերում ենք ապրում, ալպինիզմ էլ եկեք պարապեք, սարերում արտիլերիան մինամյոտնա, եկեք էդ էլ պարապեք, տեխնիկայի դեմ կարա սեժան գրանտամյոտով պայքարես, եկեք RPG կրակել սովորեք, դուս ամեն ինչը մենք կարում ենք ձեզ ապահովենք, որ դուք լինեք մարտունակ եւ կենսունակ եւ պիտանի ձեր կյանքը պաշտպանելուց, ձեր ընտանիքի եւ ձեր ազգի։ Կնով ավարտենք, հա, լրիվ Մալի հետ ընդհանրապես կապ չուներ։ Չէ, դե Մալին հասկանալի է, չէ, ասենք, էշ ընկավ մեր օրը, հիմա դրա համար պատասխանատալի, Արցախը Իրանից պոկում են, տուարեգները էշ քրդի պես իրանց պահում են, այն ինչ որ ունեին կորցրին, չնայած վրոձի հաղթող են, բայց կորցրին, փաստացի կորցրել են, այդ քարտեզը կնայեք անպայման։ Ահագին Մալիի մասին։ Այսքանով ավարտենք հաղորդումը։ Այսքանով, արա մի բան էլ մոռացա ասեմ։ Մալի Մանսայի թագավորությունը, կայսրությունը վարի գնաց 2 պատճառով։ Համ բանը տղերքը թե թորները սկսեցին իրար բողազ կրծել, այն որ ոչ թե ուղղակի իրար հետ համաձայն չեն վիճում են, այլ սկսեցին իրար դեմ պայքարել, այլ ոնց որ մեր քաղաքական ուժերի ֆանատիկոսների բանակներն են իրար թշնամություն անում, հələ որ Facebook-ում, իսկ հետո նաև միտինգներից հետո երևի կացիններով իրար կսպանեն։ Հա, մեկ էլ մի բան էլ տեղի ունեցավ, սննդի անվտանգությունը կորցրեցին։ Նիգերը գետը բանա հունա մի քիչ փոխեց մասամբ եւ մեծ մասամբ չորացավ։ То есть սննդի անվտանգության մասին էլ մի մոռացեք։ Այսի մի քիչ բիզնեսմեններին ա ուղված եւ մեր հայրենակից գյուղացիներին սնունդով մի մոռացեք զբաղվեք, սնունդով, որտեվ սննդային անվտանգությունը քո մի ուրիշ ձևի վնասված է ու վտանգված է, մի մոռացեք, սկսել ենք թուրքերի մոտից ցորեն բերել։ Իսկ թուրքը այն երկիրն է, որը որ երկրաշարժի ժամանակ թույնում էր ստեղ եկող սնունդը, վագոնների վրա էլ գրում էր շնորհավորում եմ երկրաշարժով։ Սնունդի մասին մի մոռացեք, սնունդի արտադրության, սնունդի անվտանգության մասին, էլի խոսք։ Դե թուրքը։ Հայ, ուղղակի մարդենց ասեմ։ Լավ, այսքանով վերջ, ուժեղ եղեք, ստացիություն ձեզ։